Փաշինյանը մի մոռացեք, որ Ալիևի գործակալն է Հայաստանում, ուստի Փաշինյանը ոչ մի բան Ալիևից անկախ չի անում։ Նա պարզապես գալիս է մեզ փորձում է մատուցել այն, ինչ որ Ալիևը նույնիսկ երբեմն վախենում է ինքը ասի, հասկանալով, որ դրանով ինքը կխախտի միջազգային իրավունքի այդ կարմիր գիծը, դա պատվիրակում է Փաշինյանը գալիս դա մեզ ասում է։ Օրինակ Ալիևը չի ասում, չէ՞ որ ես 6 ամսից ձեր հետ պատերազմ կսկսեմ, դա գալիս ասում է Փաշինյանը, Ալիևի անունից։ Դա նրա գործակալն է, չզարմանանք։ Հիմա Փաշինյանն էլ այո, դա ասում որտեղ Ալիևի գործակալն է։ Խնդիրը հետևելն է։ Մենք պետք է ստեղծենք բարենպաստ պայմաններ Արցախ վերադարձի իրավունքի, ոչ թե դա անենք այս բան, երբ որ իրավիճակը անբարենպաստ է, այլ այդ բարենպաստ պայմանները ստեղծենք։ Հիմա բարենպաստ պայմանները ստեղծելու համար մի քանի գործոն պետք է համակնեն։ Եկեք հիշենք, որ Արցախի օկուպացիան տեղի ունեցել բազմաթիվ անբարենպաստ գործոնների համակնելու պայմաններում եւս թույլ ղեկավարություն Հայաստանում, թույլ կամասնության Ադրբեջանամետ, անբարենպաստ արտաքին աշխարհակաղակական պայմաններ, Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերի բացառիկ համընկնում, ուկրաինա-ռուսական պատերազմ, որը բերել է, որ Ռուսաստանի զսպող դերը կտրուկ թուլացել է, զրոյացել է, նույնիսկ բացասական է դարձել եւ